Hey Barlos հայրիկ, ոնց ես, ինչ կա չկա, մենք լավ ենք, նորմալ, ինչ եք անում, մայրեք աուրա, հա, լավ, բարևի, բա երբ եք գալու, օպարի առախա չեմ մորանս, դե լավ, հաջոք, լավ մնացինք, տատե որ ես, Զրույցի ընթացքում հաճախ օգտագործում ենք հարցեր, որոնց միջոցով կարողանում ենք տեղեկություն իմանալ, ինչպես նաև անկեղծ հետաքրքրվածություն արտահայտել դիմացինի հանդեպ։ Այսօր միասին կսովորենք անգլերենի հարցական բառերը։ Խոսելու ենք WH հարցերի մասին։ WH questions։ Իսկ ինչու են կոչվում WH, այդ մասին քիչ անց կիմանանք։ Երբ հարցը վերաբերում է անշունչ առարկային կամ իրին, օգտագործում ենք what հարցական բառը, որը նշանակում է ինչ։ What։ Օրինակ, ծանոթության ժամանակ որն է առաջին տրվող հարցը։ What is your name։ Ինչ է քո անունը։ What is your name։ Կամ զանգահարել եք ձեր ընկերոջը, ինչ եք հարցնում։ What are you doing? Ինչ ես անում? What are you doing? What-ը երբեմն շփոթում են which հարցական բառի հետ։ Եկեք հիշենք, որ which-ը վերաբերում է եղած տարբերակներից մեկի ընտրությանը։ Օրինակով ավելի պարզ կհասկանանք։ Ենթադրենք, ձեր ընկերուհին ասում է, արի գնանք գնումներ կատարելու։ Եվ դուք նրան հարցնում եք. What do you want to buy? Ինչ ես ցանկանում գնել? What do you want to buy? Հարցը ընդհանուր բնույթ է կրում և պատասխանը կարող է լինել զգեստ, կոշիկ, պայուսակ և այլն։ Սակայն երբ արդեն խանութում եք, ձեր ընկերուհուն ցույց եք տալիս մի քանի մոդելի զգեստ և հարցնում եք այս դեպքում. Which one do you want to buy? Որ մեկն ես ցանկանում գնել։ Տեսեք, այստեղ արդեն չենք ասում what, այլ which, քանի որ հարցը վերաբերում է եղած տարբերակներից որևէ մեկի ընտրությանը։ Which one do you want to buy? Երբ հարցը վերաբերում է անձին, այս դեպքում օգտագործում ենք who հարցական բառը, ով, who։ Օրինակ, who is the author of this book? Ով է այս գրքի հեղինակը։ Քանի որ հարցը հեղինակին է վերաբերում, ապա օգտագործել ենք who։ Who is the author of this book? Կամ Who is your best friend? Ով է քո լավագույն ընկերը։ Who is your best friend? Երբ ցանկանում ենք իմանալ, թե որևէ գործողություն երբ է կատարվել կամ երբ է կատարվելու, այս դեպքում օգտագործում ենք when հարցական բառը, որը նշանակում է երբ, when։ Օրինակ, when did they come? Նրանք երբ եկան? When did they come? Կամ when do you usually wake up? Սովորաբար, երբ ես արթնանում? When do you usually wake up? Պատասխանը արդեն ենթադրում է կոնկրետ ինչ-որ ժամ։ Երբ հարցը վերաբերում է տեղին, ապա այս դեպքում օգտագործում ենք where հարցական բառը, որը նշանակում է որտեղ։ Where։ Օրինակ, ծանոթության ժամանակ հաճախ տրվող հարցերից է. Where do you live? Որտեղ ես ապրում? Where do you live? Կամ մեկնել եք ճանապարհորդության, փնտրում եք որևէ վայր կամ շինություն չեք կարողանում գտնել և անցորդներից մեկին հարցնում եք. Where is the art gallery? Որտեղ է պատկերասրահը? Where is the art gallery? Երբ ցանկանում ենք որևէ երևույթի պատճառն իմանալ, այդ դեպքում օգտագործում ենք why հարցական բառը, որը նշանակում է ինչու։ Why։ Օրինակ,
ձեր ընկերը զայրացած նստած է և դուք չգիտեք ինչ է պատահել։ Նրան հարցնում եք. Why are you angry? Ինչու ես զայրացած? Why are you angry? Կամ երեխան լաց է լինում և մայրը ցանկանում է իմանալ ինչ է պատահել։ Հարցնում է. Why are you crying? Ինչու ես լաց լինում? Why are you crying? Ինչպես հարցական բառը անգլերենով կլինի how? How? Օրինակ, երբ հանդիպում եք ձեր ընկերոջը, ինչ եք հարցնում? How are you? Ինչպես ես? How are you? How հարցական բառը կարող է համակցվել տարբեր ածականների կամ մագբայների հետ, արտահայտելով տարածական ժամանակային հատկանիշներ։ Օրինակ, How far is it from Yerevan to Moscow? Երևանից Մոսկվա հեռավորությունը որքան է? Կամ Երևանը Մոսկվայից որքան է հեռու? How far is it from Yerevan to Moscow? Տեսեք, այստեղ օգտագործել ենք how far բառակապակցությունը։ Կամ How long have you known her? Որքան ժամանակ է ինչ ճանաչում ես նրան? How long have you known her? How long արտահայտությունը վերաբերում է որևէ գործողության տևողությանը։ How long. Կամ How old are you? Քանի տարեկան ես։ Տեսեք, օգտագործել ենք how old արտահայտությունը, որը վերաբերում է տարիքին։ How old are you? Դե իհարկե, այս հարցը տալիս պետք է նրբանկատություն ցուցաբերել, քանի որ օրինակ ինչպես Հայաստանում, այնպես էլ Հյուսիսային Ամերիկայում ընդունված է, որ կնոջից տարիք չեն հարցնում։ How old are you? Հարցը պետք է մի փոքր զգուշորեն օգտագործել։ Կարծում եմ արդեն պարզ դարձավ, թե ինչու են մեր նախադասությունները կոչվում WH questions, WH հարցեր, քանի որ սկսվում են W և H տառերով սկսվող բառերով what, which, who, when, where, why և միակ բացառությունը how բառն է, սակայն այստեղ կրկին ունենք W և H տառերը պարզապես հակառակ դասավորվածությամբ, հետևաբար այն բոլոր իրավական հիմքերն ունի, որպեսզի ներառվի մեր ցուցակում։ Վստահ եմ այս հարցական բառերը կօգնեն ձեզ ավելի ազատ և անկաշկանդ հաղորդակցվել անգլերենով, լինել հաճելի զրուցակից, ով իր սեփական մտքերն ու հույզերը արտահայտելու հետ մեկտեղ անկեղծ հետաքրքրվածություն է ցուցաբերում դիմացինի հանդեպ։ Սակայն եկեք չմոռանանք լինել հավասարակշռված և հարգենք դիմացինի անձնական տարածքը, հարցերի ընտրության մեջ լինելով նրբազգաց և չափավոր։ Մի լավ ասացվածք կա. Curiosity killed the cat. Բառացի նշանակում է հետաքրքրասիրությունը սպանեց կատվին։ Curiosity killed the cat. Իմաստը հետևյալն է. ավելորդ հետաքրքրասիրությունը կարող է վատ հետևանքներ ունենալ։ Օրինակ, ձեր ընկերը չափից շատ հարցեր է տալիս և հետաքրքրվում է իրեն չվերաբերող թեմաներով, և նրան նախազգուշացնում եք. Remember, curiosity killed the cat. Հիշիր, ավելորդ հետաքրքրասիրությունը վատ ավարտ կունենա։ Remember, curiosity killed the cat. Այսօրվա համար նախատեսել ենք այսքանը։ Եթե տեսանյութը ձեզ օգտակար եղավ, ապա մի մոռացեք սեղմել like կոճակը և կիսվել ձեր ընկերների հետ։ Ինչպես նաև մի կարևոր հայտարարություն ունեմ ձեզ համար։ Բացել ենք մեր երկրորդ ալիքը, որտեղ սովորեցնում եմ իտալերեն, անգլերեն լեզվով։ Այնպես որ բաժանորդագրվեք և սովորեք իտալերեն, միևնույն ժամանակ բարելավելով անգլերենի ձեր գիտելիքները։ Դե ինչ, լավ մնացեք, see you soon!